Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, հարգելի տիկին դատախազ, ազգային ժողովը որոշում պետք է կայացնի գլխավոր դատախազի միջնորդության հետ կապված հետևյալ երկու խումբ հաստատումների պարագայում։ Առաջին խումբը, որ պետք է ներկայացնեմ, վերցված է բացառապես տիկին դատախազի միջնորդության նյութերից եւ ելույթից։ Հետևյալներն են. Իմ դեմ ցուցմունք տվող Սլավիկ Պողոսյանի նկատմամբ ընթանում է դատավարություն վարորդական իրավունքների հետ կապված մեղադրանքների հիմքով։ Հաջորդը. Սլավիկ Պողոսյանը եւ ես ցուցմունք ենք տվել, որ Սևանում զրուցել ենք երկուսով։ Աշոտիկ Կամավոսյանը ցուցմունք է տվել, որ ոչ զրուցել ենք երեքով։ Եվ դա այսպես ասած հիմնավորվում է մեր հեռախոսների նույն ալեհավաքի տակ գտնվելու հանգամանքով։ Հաջորդը. Աշոտիկ Կամավոսյանը հանդիսանում է Սլավիկ Կարապետյանի աները, իսկ Սլավիկ Կարապետյանը նույնպես անցնում է վարորդական իրավունքների հայտնի գործով։ Գործի հետ կապված բուռն, հաջորդը, գործի հետ կապված բուռն գործողությունները ծավալվում են 2023 թվականի օգոստոսի 8-ից մինչև 11-ը։ Իսկ դրանից 20 օր հետո, օգոստոսի 28-ին, իրականացված ներքին դիտման տվյալներով Սլավիկ Կարապետյանը, Աշոտիկի փեսան, բոլորովին ոչ բարեկամական տոնով Սլավիկ Պողոսյանից հարցնում է, թե ինչ եղավ ձեր բռնած գործը։ Բա այդ 20 օրը ինչ ա եղել։ Այդ 20 օրում հաջորդ օրը բերելինցի 40,000-ն առաջարկել հրաժարվել եմ, հաջորդ օրը բերելին 60,000-ն առաջարկել հրաժարվել եմ, եւ այդպես չեն կարողացել հասցնել 99,000-ի չեն կարողացել հասցնել 100,000-ի եւ ես հրաժարվել եմ, ինչ ա եղել այդ 20 օրը, դուք չեք տեսնում, որ այստեղ ուրիշ բան է։ Ալի հավաքի թեզի հենքով էլ հիմնավորվում է Սլավիկ Պողոսյանի եւ Աշոտիկի իմ որպես այսպես կոչված 3 երակով հանդիպումները։ Այդ Աշոտին ես հանդիպել եմ մեկ անգամ Սիրահարների այգում։ Երկրորդ խումբ հաստատումների անում եմ ես արդեն, որոնք իհարկե կարող են ընկալվել որպես սուբյեկտիվ բնականաբար։ Սլավիկ Պողոսյանի հետ ես Սևանում զրուցել եմ առանձին։ Սևանում ես անց եմ կացրել իմ հանգիստը ինչպես միշտ։ Ալե հավաքի ճակերտավոր հզոր արգումենտին որպես հակադարձում ես չեմ բացառում, որ 15-20 մետր հեռավորության վրա գտնվող Սլավիկի Պողոսյան Սլավիկի մեքենայում միգուցե նստած է եղել Աշոտիկ Կամավոսյանը, որը եկել է որ վերահսկի տենա իր փեսայի փողերը ուր են էթում։ Սլավիկ եւ Աշոտ անլով մեկի հետ ես հանդիպել եմ մեկ անգամ այդ մյուս Աշոտի հետ Սիրահարների այգում։ Աշոտ աննով մարդու տեսել եմ առաջին եւ վերջին անգամ այդտեղ։ Աշոտիկ Կամավոսյանը, ով հանդիսանում է Սլավիկ Կարապետյանի աները, առաջին անգամ եւ վերջին անգամ հանդիպել եմ առերեսման ժամանակ։ Ընդ որում հարցաքննության ժամանակ ես հարց եմ տվել։ Ասել եմ կներեք, էլի ենթադրեք դուք այդ Աշոտն եք։ Դուք ինձ $20,000 փող առաջարկել եք։ Տեսագրված է այդ ամենը, տեսաձայնագրված է, ինքը ասաց, որ ոչ։ Հիմա այստեղ հարցեր առաջանում իհարկե, շատ կարևոր որոշում պիտի կայացնի ազգային ժողովը, կարևորագույն որոշում պիտի կայացնի ազգային ժողովը։ Իսկ չնայած չկա որ պարոն Կոնջորյանը ասենք քննադատում է ընդդիմադիր մեր գործիչների, որ իրանք ինձ որպես տաշեղ օգտագործում են։ Ինչ որտեղ նաև կարող է ոչ թե կարող է համաձայն եմ բնականաբար, բայց ոչ թե որպես տաշեղ վիրավորական բառին հիմա պատասխանը կստանա պարոն Կոնջորյանը մի քիչ հետո, բայց ինչ ասում Արտվիկ Մինասյանը։ Ասում է տիկին դատախազ, դուք գործը տանեք դատարան, այս մարդու տանեք միանգամից դատարան, որ անմիջապես բանանեք որոշում կայացնեք եւ մանդատից զրկեք, չնայած դա չի նշանակում ես որպես Հովիկ Աղազարյան, որպես քաղաքական գործիչ, որպես անհատ պարտվում եմ, որովհետեւ ես մանդատից չեմ հրաժարվում։ Ինձ զրկում են մանդատից, պարոն Արտվիկ Մինասյան, շնորհակալ եմ ձեր ճիշտ մեկնաբանումների համար։ Դու զրկեն աշխարհը չքանդվեց։ Բայց էտիկետն է այդում։
Չտեղացնեք ինչ ա եղել, արեք բան անենք, հնարավորություն տանք իրավապահ մարմինները թող քննություն կազմակերպեն եւ պարզեն որն է ճիշտը, որը ճիշտը չի։ Բայց այդպես չէ։ Պարոն Կոնջարյան, դուք գիտեք իմ անձնական վերաբերմունքը ձեր նկատմամբ խիստ դրական։ Բայց ի տարբերություն որոշ մի քանի օգու։ Բայց ասենք դուք ձեզ կարակ երթվեք։ Ես կարող կներեք հազարական քֆուր ուտեմ։ Դուք կարակ երթեք, որ վարչապետը չի հանձնարարել տիկին դատախազին։ Կարակ երթվեք, դուք երթվեք ուրեմն հարմար պահի։ Անդրադառնամ ելույթներին հələ մի հատ տնամի չեն ասում։ Թաքույր Թովմասյանը ելույթ ունենում եւ բնականաբար, պարոն Կոնջարյան, բայց իրենք օգտագործում են, ընդդիմադիր քաղաքական գործիչներ են, ընդդիմադիր ուժեր են, պիտի օգտագործեն, պիտի շահարկեն։ Թաքույր Թովմասյանը իջիրս այլոց օրինակաբերում է հայտնի կարտոշկի գործը։ Այդ կարտոշկի գործը իբրև խեղճ գյուղացուն ես զրկել եմ 3 կիլոգրամ կարտոֆիլա թափվել ասֆալտի վրա։ Այդ տեղանքը Արցախը ազատագրելուց հետո երկրապահները բռնազավթել էին եւ ոչ մեկը, ոչ թաղապետարանը, ոչ քաղաքապետարանը չէին համարձակվում երկրապահների դեմ քայլ կատարելու։ Այդ տեղանքում երևի թե դարերով, ես իմ գրքի մեջ գրել եմ, երևի թե դարերով կարտոֆիլա վաճառվել եւ բռնազավթել են եւ տվել էին մի հատ մեկին, ով պիտի մանր արենդայով տալ եւ փող աշխատել։ Եվ միշտ լեզերն է, բայց փողոցի մի ամբողջ հատված փակվում էր։ Գնացեք հիմա տեսեք ինչ ա եղել։ Մենակ այդ քարի շնորհիվ, եթե բարով խելով մեր կուսակցությունը գրանցվի, մենակ այդ քարի շնորհիվ Նիկողոս Տիգրանյանի փողոցում ապրող ժողովրդի 50%-ը ձայնատալու մեր կուսակցությանը, պարոն Ասլանյանի եւ իմ կողմից նախաձեռնված կուսակցությանը, որովհետեւ փողոցը մաքրվել է, կներեք բարիս համար զուգարանը մաքրվել է այդ ամեն ինչից։ Ես դա եմ արել եւ ես էլի բաներ եմ արել, հարգելի ընդդիմադիրներ։ Հիմա մատ Գարիկ Դանիելյանին անդրադառնանք նորից, հետո հիմնավորենք ընդդիմադիրների կեսվածքը։ Գարիկ Դանիելյանը ելույթ ունենում, ինքը գիտի, որ ինքը որոշակի հարգանք է վայելում հասարակության մեջ։ Իրականում ես էլ եմ կատման դրական տրամադրված, բայց ինքը շահագործում է այդ հանգամանքը։ Եվ երբեմն ըստ նպատակի օգտագործում։ Հա, պարոն Աղազարյանը ամենակոռումպացվածը չի ստեղ ԿՊ-ի մեջ։ Այսինքն դատական որոշումը կայացնում, որ ես կոռումպացվածն եմ, հանցագործն եմ, մյուսներն էլ ավելի հանցագործեն, այդպես չեն անում։ Պարոն Աղազարյանը մենակ լինելով իշխանական կուսակցության անդամ, ձեր երկու խմբակցություններից շատ գործ արել պետության համար։